Ողջույն աշխարհի ամենաջերմ եւ ամենաճաշակով հետևորդներին։ Թանկագիններս սկսում ենք մեր նոր գարնանային, բայց անձրևոտ ու մռայլ օրը։ Քանի որ այսօր Վահանը վաղ առավոտյան պարապմունքներ չունի, ինձ թույլ եմ տալիս արթնանալ ժամը 8-ին։ Իհարկե դնում եմ զարթուցիչը եւ արթնանում եմ բոլորից մի փոքր շուտ, որպեսզի կարողանամ վայելել տանը տիրող կատարյալ լռությունը եւ վերջինիս ուղեկցությամբ վայելել իմ սուրճն ու նախաճաշը։ Նախաճաշս ահա այսպիսի համեղ եւ շատ օգտակար քաղցրավենիք է կատնաշոռով, բանանով, գետնանուշի կարագով, մեղրով եւ կակաոյի փոշիով։ Վերջին շրջանում այս համեղությունն ինձ համար հայտնաբերել եմ եւ գրեթե չկա այդպիսի օր, որ ես այն չպատրաստեմ եւ չուտեմ փոխարինելով անառողջ քաղցրավենիքներին։ Այն հայտնաբերել եմ մի գեղեցկուհի սննդաբանի էջից։ Դե քանի որ Անդրանիկը այսպիսի ուտյու-պուտյու նախաճաշեր չի սիրում, հետեւաբար Անդրանիկին պատրաստում ենք հայկական ավանդական նրբերշիկով ծվածեղ։ Անդրանիկն, ինչպես հասկացաք, արդեն արթնացել է եւ պատրաստվում է գնալ աշխատանքի։ Բայց քանի որ իմ եւ Վահանի միջև բախում տեղ ունեցավ, քանի որ Վահանը կարծում է, որ եթե ինքը գնում է մանկապարտեզ կամ պարապմունքների, ապա դրա միակ մեղավորը իհարկե ես եմ, հետեւաբար նա որոշեց, որ այսօր իրեն մանկապարտեզ պետք է տանի հայրիկը։ Իրենց թվում է, թե ես անչափ նեղվեցի այս փաստից, բայց պետք է անկեղծ խոստովանեմ, որ սիրտս ուրախությունից գրեթե պայթում էր։ Հայր ու տղա ուղևորվեցին, մեկը մանկապարտեզ, մյուսը աշխատանքի, իսկ ես դեռ քանի օր ինձ տրամադրում եմ, որպեսզի ետ վերադառնամ իմ նախկին ապրելակերպին։ Սկսենք հեծանվասպորտից։ Եվ այսօր իմ առաջին մարզումների օրն է։ Այնինչ հիմա կնկարագրեմ, կարող եմ պատկերացնել միայն այն մարդիկ, ովքեր տևական ժամանակ շատ լուրջ զբաղվել են որևէ սպորտաձևով, իսկ հետո հանգամանքների բերումով կտրուկ դադար են տվել։ Երբ դու սկսում ես զբաղվել որևէ սպորտաձևով, օրգանիզմդ ամբողջությամբ ընդունում է քո նոր ապրելաոճը, որին դու պետք է հասնես կամաց, եւ դա սկսում է դառնալ քո օրգանիզմի համար սովորական։ Իսկ երբ մի անգամից դադար ես տալիս, առաջին մի քանի շաբաթներին մարմինդ պահանջում է քեզանից վերանայել քո որոշումը։ Մի տեսակ տպավորություն է ստեղծում, որ մարմինդ սկսում է ծերանալ։ Որոշ ժամանակ անց մարմինդ քեզ այլևս ընդհանրապես չի հիշեցնում մարզվելու մասին։ Կարծես թե հարմարվել է քո ընդունած որոշման հետ։ Սակայն հետո, երբ ես վերադառնում կրկին քո նախկին ապրելակերպին, հասկանում ես, որ դու ոչ թե գնացել ես հետ քո նախկին դիրքին, այլ նաև շատ ավելի հետ։ Պարտության պես մի զգացողություն է պատում այդ ժամանակ քեզ, երբ դու զգում ես, որ ոչ միայն սպորտում, այլ առհասարակ կյանքում դու նորից ետ ես վերադարձել այն կետին, որտեղից սկսել էի։ Ետ վերադառնանք Վահանի մանկապարտեզի թեմային։ Վերջին շրջանում մեծ ջանքերի շնորհիվ կարողացա Վահանին տեղավորել մանկապարտեզ։ Այս մանկապարտեզին ծանոթ եմ շատ վաղուց, տարբեր մանկապարտեզների հետ առնչություն ունեցել եմ, սակայն կրկին եկա եւ ետ վերադարձա այս մանկապարտեզ, քանի որ նման վերաբերմունք երեխաների հանդեպ, այսքան նվիրվածություն իրենց աշխատանքին ես դեռ որևէ մանկապարտեզում միգուցե կա, բայց ես չեմ հանդիպել։ Իսկ Վահանս այս մանկապարտեզ հաճախում է ընդամենը մի քանի ժամով։ Նպատակը, որպեսզի նա պարզապես խաղա իր հասակակից երեխաների հետ, շփվի, ձեռք բերի նոր ընկերներ եւ մի փոքր էլ ինձանից գոնե կտրվի։ Վահանը հաճախում է մի քանի պարապմունքների, ունի շատ խիտ գրաֆիկ։ Այնուամենայնիվ այդ ամբողջ ընթացքում միևնույն է նա իմ հսկողության տակ էր, ես իր կողքին կանգնած էի եւ նա անդադար զգում էր իմ ներկայությունը։ Իսկ մանկապարտեզում նա ունի հնարավորություն մնալու առանց ինձ իր հասակակիցների հետ։ Առավոտյան հաճախում ենք մանկապարտեզ, իսկ ահա երեկոյան պարապմունքներին։ Մինչ պարապմունքներին գնալը դեռ 1 ժամ ունենք։ Դա հրաշալի շանս է Վահանին հանգստանալու եւ ուժերը վերականգնելու։ Քանի որ ինձ ընձեռված Վահանի տանը չլինելու բացառիկ շանսը ես իմ ձեռքից բաց թողեցի եւ տան գործերը կատարելու փոխարեն դուրս եկա մարզվելու, այդ պատճառով հիմա ստիպված եմ Վահանի հետ զուգահեռաբար եւ խաղալ եւ հոգալ օրվա գլխավոր եւ գլխացավանք առաջացնող հարցը՝ ինչ եփել այսօր։ Մինչ Վահանս խաղա իր փազլներով, որի քանակությունից մարդու գլխի ցավն ավելի է ուժ գնանում, ես կզբաղվեմ ուտելիքի հարցերով։ Այսօր որոշել եմ Անդրանիկի համար պատրաստել նագեցներ։
Ինչպես տեսնում եք ձեր էկրաններին, առաջինը պատրաստում ենք զանգված, որի մեջ մարինացնելու ենք հավի բարակ կտրատած կրծքամիսը։ Իսկ զանգվածը պատրաստելու համար անհրաժեշտ է ձու, աղ, կարմիր պղպեղ, խմելի սուների, դա իմ ցանկությամբ է, ջուր եւ ալյուր։ Ընկղմում ենք զանգվածի մեջ հավի կրծքամիսը եւ ցանկալի այնտեղ մնա մոտ կես ժամ։ Իսկ հիմա պատրաստելու ենք ալյուրով, կարմիր պղպեղով, խմելի սունելիով եւ աղով այն զանգվածը, որը ապահովելու է նագեցների արտաքին խրթխրթան շերտը։ Մարինացվելուց հետո սոուսից դուրս եք բերում կրծքամիսը եւ պատում ենք չոր զանգվածով։ Այնուհետեւ որևէ կաթսայի մեջ լցնում ենք շատ ձեթ, ալյուրով պատված կրծքամիսը ուղարկում ենք այնտեղ։ Ցանկալի չի ձեթի մեջ դաղված ուտելիքը սարքել մշտական, բայց երբեմն կարելի է, ինչու ոչ։ Դեռ մեր օրգանիզմը ջահել է, կարող ենք տակից դուրս գալ։ Նույնը սակայն չեմ կարող ասել էմատատիկի մասին։ Այդ պատճառով արագ կպատրաստեմ էմատատիկի սիրելի ապուրներից մեկը, օգտագործելով տատիկիս եւ մայրիկիս ուղարկած պահածոները։ Սառնարանում ունեի մի փոքր տավարի աղացած միս, օգտագործելով աղ, մի քանի համեմունքներ, ալյուր եւ ցու, այն վերածեցի կոլոլակների։ Թանկագին հետևորդներ, այստեղ դուք տեսնում եք Վահանի չափազանց հոգնած դեմքը, քանի որ մենք գնացել ենք պարապմունքների, իսկ հիմա արդեն ետ ենք վերադառնում։ Վահանը ավտոբուսի մեջ գրեթե արդեն քնում է, ես փորձում եմ իրեն արթուն պահել։ Տուն վերադառնալու պես ես անցնում եմ գործին, մի շատ կարևոր գործն եմ անելու։ Վաղը գնալու եմ քաղաքից դուրս, շատ հետաքրքիր միջոցառման, որին բնականաբար ձեզ ինձ հետ տանելու եմ։ Իմ բնավորությանն համապատասխան նախապատրաստվում եմ երեկոյան։ Առաջին հերթին, որպես ամենակարևոր իր, ինձ հետ վերցնում եմ տեսախցիկս։ Առանց իմ փոքրիկ օգնականի չեմ կարողանալ փոխանցել ձեզ այն պահերն ու էմոցիաները, որոնք ես եմ ապրում միջոցառման ընթացքում։ Հավաքենք նաև ձեռքի փոքրիկ պայուսակը, առջևի փոքրիկ գրպանում դնում եմ ձեռքերի կրեմ, շուրթերի 2 գլոս, հայելի, սանր եւ մազակալ իմ անհանգիստ բնավորությունը շատ լավ իմանալով հանդերձ։ Մեջտեղի գրպանում կդնեմ թաց անձեռոցիկ, չոր անձեռոցիկ եւ իմ անձնական թղթերը, քարտեժն ու գումար։ Ետևի գրպանում կդնեմ հեռախոսը, որով սակայն ներկա պահին նկարում եմ։ Հայելու սեղանի վրա նաև կթողնեմ արևապաշտպան կրեմը, որպեսզի վաղն առավոտյան չմոռանամ։ Վերջերս նվեր էի ստացել մազերի յուղ, որը նախատեսված է մազաթափության համար, բայց այն նաև մի շարք այլ ֆունկցիաներ է կատարում։ Սնուցում է մազարմատները, փափկեցնում գլխամաշկը։ Միշտ հիշում էի այս մազերի յուղի մասին այն ժամանակ, երբ պատրաստվում է արդեն լվանալ մազերս։ Այս անգամ կարողացա մտապահել եւ լվանալուց կես ժամ առաջ որոշեցի այդ յուղով մերսել մազարմատները եւ գլխամաշկը։
Ընդհանուր առմամբ չեմ կարող ասել մազերի յուղը լավն էր, թե վատն էր եւ ծառայեց արդյոք իր նպատակին, թե ոչ, քանի որ նմանատիպ խնամքի միջոցների մասին վերջնական կարծիք կարող ենք հայտնել տևական ժամանակ դրանցով մազերը խնամելուց հետո։ Ամեն դեպքում այս պահին իմ մազերը շատ փափուկ են։ Դե քանի որ վաղը եղանակային պայմանները մեծ հավանականությամբ կրկին խոնավ են լինելու, ես որոշեցի պարզապես այսպես փաթաթել իմ մազերը, որպեսզի չդառնան դեզ։ Այսքանով ձեզ ասում եմ շնորհակալություն մինչև վերջ տեսանյութը դիտելու համար։ Իսկ ես ձեզ համար վաղը կնկարեմ հերթական, հրաշալի եւ մեծ բավականություն պատճառող վլոգը։ Սպասեք ինձ, քանի որ վլոգը ձեզ երկար սպասեցնել չեմ տալու։